Դուք եք ճանաչում են մարդկանց, ովքեր որ ասում են ես չեմ ուզում շատ մեծ մկանային մասսա ունենամ, չեմ ուզում բոդիբիլդերների պես մեծ ֆիգուրա ունենամ, ես ուզում եմ ընդհանրապես այդպես ընդգծված սպորտային կառուցվածք ստեղծեմ։ Ես երբ որ մարդիկ այդ իրոք անկեղծ են ասում առանց սարկազմի, ես չեմ զլանում իրանց բացատրում եմ, որ նույնիսկ գերագույն ցանկության դեպքում հնարավոր է որ քո մոտ չստացվի, որովհետև դա ենթադրում է շատ երկար տարիների պարապմունք եւ մեծ միջոցներ, շատ մեծ միջոցներ։ Որովհետև եթե դու չունես ունիկալ գենետիկա, դա քո համար անելը պարզապես միգուցե անհնար դառնա, նատուրալ։ Այդ ամենակարևորը նատուրալ, որովհետև հա, երբ որ դու օգտագործում ես պրեպարատներ, հնարավորությունները կրկնապատկվում են։ Հարց է, օրինակ ես իմ գերագույն ցանկության դեպքում անգամ արդեն տարիներով մարզվում եմ, սննդակարգ եմ պահում, ինձ ճանաչողները թույլ չեն տա, որ ես խաբեմ, ես բառացի եմ ասում, ես ռեժիմով սնվում եմ, ես ռեժիմով մարզվում եմ։ Նո, լավ, թերևս ռեժիմով չեմ կարողանում ապրեմ, որովհետև մարզիչ եմ, աշխատում եմ, շատ եմ ոտի վրա, մի փոքր դա կարող է ազդում է ընդհանուր process-ի վրա, բայց մի փոքր։ Վստահեցնում եմ, որ նույնիսկ եթե ես տենց ուրիշ ապրելակերպ ունենայի, որ կարողանայի հանգստանայի, ուտեի, սնվեի, մի քիչ ավելին էր լինելու իմ ֆորման, թող սխալվեմ մի քիչ, բայց շատ ինչ որ ավելին չէի ունենալու, հաստատ շատ ավելին չէի ունենալու։ Այսինքն ես ունեմ որոշակի գենետիկա, որը շրջանցել ուղղակի չեմ կարող։ Հիմա ես 75-76 կիլոգրամ եմ, հենց ուզում եմ դառնամ օրինակ արդեն մի փոքր մոտենում եմ 80-ին, ես ենթադրում եմ, որ 1-2 կիլոգրամ մաքսիմում այս ճարպի զանգվածով, որը չեմ ասում շատ ցածր է, բայց այնպես որ մկանները արտահայտվում են բավականին։ Նո, կենցաղային մակարդակով ված չի։ Բայց ավելին կուզենայի, ավելի հետաքրքիր ֆորմա կուզենայի։ Հենց ուզում եմ ավելացնեմ, մոտենում եմ մի 80 պլյուս, սկսում եմ արդեն ճարպային ավելորդ զանգված կուտակել։ Այսինքն այդ նրանից չի, որ ես չգիտեմ, կամ միգուցե կարող է ինչ-որ բաներ կա, հələ լավ չեմ տիրապետում, որովհետև ամեն օրգանիզմ ինդիվիդուալ է, ինչքան էլ դու ուզենաս տեսականորեն տիրապետես ինֆորմացիայի, դու պետք է կարողանաս նաև ռեալ կիրառես։ Բառացի եմ ասում, այդ ինֆորմացիա իմանալն ու կիրառելը դրանք տարբեր հասկացություններ են, տարբեր աշխարհներ են։ Ես վստահ եմ, որ չի էլ գտնվի ինչ-որ մեկը, որ ասի դե, ուրեմն չգիտես ոնց անես, կամ միգուցե կգտնվի, ու եթե գտնվի ինչ-որ մեկը, որ կասի, ուրեմն դու չգիտես ոնց անես, թող ինքը իր ֆորման ցույց տա, այդ ասողը։ Թող ցույց տա, որ ինքը օրինակի համար եղել է այս ֆորմայի, դարձել է այս ֆորմա նատուրալ կերպով 90-95 կիլոգրամ է, այսինքն 85 կիլոգրամից ավելին 4 մկանային մասսա, նո տենց ասեմ, կուբիկներով ու կասեի մկաններով, չեմ 90 կիլոգրամանոց ես այդպեսի նատուրալ մարդ շատ քիչ եմ պատկերացնում ու շատ քիչ եմ։ Մինչև 75 խնդրեմ, շատ կա։ Շատ կան։ Մինչև իմ քաշը, դաժե ես sense ասեմ, պլյուս մինուս շատ կարելի է հանդիպել։ Հատկապես իմ պոյի, եթե մարդիկ պոյով են մի փոքր, կարող է նույնիսկ ավելի չոր լինեն, բայց ոչ տենց զգալի մկանային մասսայով։ Իմ ասելիքը վերաբերում է նրան, որ եթե նույնիսկ մարդիկ ուզենանել շատ վնուշիցիլնի մկանային զանգված հավաքեն, ես վստահ եմ, որ դա երկար տարիների աշխատանք է։ Իսկ չեմ կարող ես օրինակի համար, չգիտեմ, 10-15 կիլոգրամ մկանային մասսա հավաքեմ 2 տարում։ Ես չեմ հավատում։ Ու ես չեմ հավատում ինչ-որ մեկին, ով որ նատուրալ կերպով կկարողանա այդ անի։ Այսինքն այս ամեն ինչը ասում եմ զուտ նրա համար, որ մենակ ես չի որ այդպես մտածում եմ, պրակտիկան, փորձը ու այն ինֆորմացիան առհասարակ, որին որ այս պահին ես տիրապետում եմ, դա գրեթե թույլ չի տալիս։ Այ հիմա եթե ես կարողանամ մի 3 տարուց ենթադրենք դառնամ 85 կիլոգրամ չոր մկանային մասսա, այսա ես կհամարեմ, որ ես աշխատանք եմ արել։ Ոչ թե ի սկզբանե ես եղել եմ 92 կիլոգրամ, մի 5-6 կիլո չորացել եմ ու մարզվել եմ, հիմա դառել եմ այդքան, չէ, հավաքել այդքանը։ Այնպես որ արգելներս, դուք մի մտածեք, որ դա այնպեսի մի հատ հեշտ process է, որ շատերից էլ նույնիսկ դուք լսում եք, որ այդ կաչոկները, չգիտեմ ինչերը, դա եւս լուրջ աշխատանք, երբ որ ես զբաղվում էի սպորտով, ես ինքս այդ բանն ունեի, կարծիքն ունեի, որ դա դե ինչ են դրանք այնքան որ բան են անում էլի, երկաթ են բարձրացնում, դրա մեջ դաժե բանել չկա։ Ուղեղ աշխատացնելու բանել չկա, հավատացնում եմ ձեզ, որ եթե նույնիսկ չկա, այդտեղ շատ լուրջ դիսցիպլինայի խնդիր կա։ Այսինքն ինքը նույնիսկ համահավասար է ցանկացած սպորտաձևի, եթե դու այդտեղ ուզում ես ունենաս լուրջ հաջողություններ, թեկուզ ինքդ քո համար
Դա սպորտային նույն process-ն է, ինչով որ անցնում են ցանկացած սպորտսմեն, եթե ուզում է լուրջ հաջողություններ գրանցել։ Այսինքն ամեն օրվա, հələ տեսեք, սպորտում նույնիսկ կա ինչ որ մոտիվացնող կոնկրետ տվյալ ժամանակահատվածում հանգամանքներ։ Այսինքն կա մարզիչ, ով որ գլխիդ կանգնած, կա ինչ որ հակառակորդ, ով որ իսկ դու պատկերացրու դու քո համար ուզում ես ստեղծես ֆորմա, քեզ ոչ մեկ չի ասում ստեղծի կամ մի ստեղծի, ու դու ինքդ քո հետ ամեն օր պայքարի մեջ ես ու պլյուս սպորտում դեռ ասենք լիքը քեզ Պատժեշկա անող մարդիկ կան, որ քո հաղթանակին են սպասում, քեզ ինչ որ բալետ են անում, են անում, իսկ դե լրիվ հակառակը։ Չտա ասված մի հատ քեֆի ես գնում, ասենք ինչ որ մի բան չես ուտում, 4 կողմից քլնգում են։ Արթնանում ես, չգիտեմ, ասենք էս ինչ բանը չես ուտում, տունը կռիվ հետը խոսքի, հերիք եղավ, էս եղավ, են եղավ։ Ինչ որ մի հատ product մի քիչ երկար ես ուսումնասիրում խանութում, խնդիր պրոբլեմ։ Ծանր քաշերով ես պարապում, ինչ որ этаպում ինչ որ խնդիրներ ես ունենում, մեջք ես ցավացնում, ծունգ ես ցավացնում, անխուսափելի են դրանք։ Հետը տելի թեմաներ, դզզվեցրիր, թող այդ բանը քո հետևից ես ընկել, ինչի։ Այսինքն ստեղ կա նույնիսկ այն ֆակտորները, որ ամեն ինչին դու դեմ պետք է գնաս։ Պատկերացնում եք, ասենք հակառակը լիներ։ Ենթադրենք դու տունը ինչ որ բան ուտելուց, ես յուրաքանչյուրիդ եմ ասում, ու դուք ձեր վրա այդ պատկերացրեք։ Դու ինչ որ մի բան տունը ուզում ես ուտես, քեզ ասում են, չէ, շատ ճարպոտ է, քիչ կեր։ Մի հատ խոսքի ուրիշը բան կանենք, սարքենք, սպասի այդ ծվածեղը բանով, մենակ սպիտակուցով սարքենք ծվածեղ քո համար։ Յուղը մի քիչ շատ էինք լցրել, ենթադրենք, այդ թող մենք կուտենք, խոսքի քո համար ուրիշը կանենք։ Դուք պատկերացնում եք այդպիսի աբսուրդային իրավիճակ։ Ես չեմ պատկերացնում ու ես չեմ էլ հավատում, որ կարող է լինի այդպիսի ինչ որ մի հատ։ Համենայն դեպս հայ իրականության մեջ այդպիսի մի հատ ընտանիք, ով որ հենց այդ ձևով կա։ Ընդհակառակը, ես ոչ մեկին ոչ վատ եմ ասում, ոչ լավ, ես ասում եմ այն ինչ որ իրականությունն է։ Հակառակը մարդիկ անընդհատ, ովքեր որ զբաղվում են լավ, sense ասեմ, ֆիթնեսով, ովքեր որ ուզում են մի քիչ ավելի պրոդուկտիվ դառնալ այդ ամեն ինչը, սննդակարգի են հետևում, ռեժիմի են հետևում, ամեն օրվա կտրվածքով հանդիպում են տասնյակ ու հարյուրավոր process-ների, որ իրանց դրթում է չանել այդ ամեն ինչը։ Մեկը պեչենիկ բերիկի հյուրասիրի, մեկը էս ինչ, մեկը չգիտեմ, քաղցր կոֆե տնի, չես խմի խռովի, մի մաման օրինակ բանկ սարքի չես ուտի, կնեղվի կասի, դու սրանից հետո դու կսարքես քո ուտելիքները։ Հասկանում եք, լիքը բաներ է։ Իսկ սպորտսմենները էլի իրանք լիքը խնդիրների առաջ են կանգնած, բայց երբ որ խոսքը սպորտ է, որովհետև դա հասարակական պատժեշկա ունի, հասարակական գովասանքի արժանի զբաղմունք է, չէ՞, սպորտի դեպքում։ Երկու դեպքում էլ գենետիկ ֆակտորը կա, բայց երբ որ դու ունես հոգեբանական մի դեպքում աջակցություն ու մի դեպքում ընդհակառակը, աբսոլյուտն չունես ոչ մի բան։ Երևի թե ուրիշ բանից սկսեցի մի քիչ ուրիշ տեղ ծավալվեցի, բայց գրեք թե դուք ինչ եք մտածում այս ամեն ինչի վերաբերյալ։ Ուղղակի մտքեր այդպես առաջացավ, ուզեցի կիսվել ձեր հետ։ Շնորհակալ եմ, որ լսեցիք մինչև վերջ։ Դե ինչ կհանդիպենք։